մի երկու ճշտում մեր մի քանի իմ ընկերների չեմ ուզում ասեմ նախքին պաթոսը ճիշտ ասած ինձ թևաթափարեց, ես ոնց որ մեր ժողովուրդը ասում է գուդումից ընկած եմ։ Ուզում ասել հետևյալը, ադապտացիա բառը քաղաքագիտական բառ է, քաղաքագիտական տերմին է։ Այստեղ մի քանիսը դա փորձեցին բարոյական էթիկական հարթության վրա տեսնել, ըստ երևույթին խառնելով ասիմիլացիայի հետ։ Ես կարծում եմ, որ դաշնակցությունը, դաշնակցական կուսակցությունը, որին նորից կրկնում եմ, շատ հարգել եմ, շատ հարգում եմ, որ ցանկանում եմ, որ մեր հանրապետության, մեր երկրի կառուցման մեջ իր դերակատարությունը ունենա, որը ուրեմն խառնելով ասիմիլացիայի հետ, իմ ասած մի մտքով, երբ որ մենք 80-ական թվականների վերջին սպասում ենք դաշնակցության մուտքին, մեր կյանք, մեր պետության, մեր ժողովրդի մեջ, կարծեմ ասացի թևերս բացած։ Ըստ երևույթին այդ ասիմիլացիայի ուրեմն սկզբունքով էր, որ դուք եկաք եւ փոխանակ մտնեիք ձեր ժողովրդի թևերի տակ, դուք տեղավորվեցիք ուրիշ թևերի տակ, բայց դա իմ գործը չի եւ կոռեկտությունը ինձ սրանից ավել չի թույլատրում ասել։ Եվս երկու ճշտում 1980 թվականի դաշնակցությունը լրիվ ուրիշ բան էր։ Իդեպ 1989 թվականին ես Ռուբեն Հովսեփյանի հետ լուսահոգի, որը մեր տաղանդավոր գրողներից մեկն էր, Հայաստանի Հանրապետություն թերթում մի բանավեճ եմ ունեցել, նորից պետություն եւ հայրենիք այս երկու չգիտեմ ինչու իրար հակադրվող, փոխանակ իրար լրացնող հասկացությունների մասին։ Եվ գրել եմ, որ ժողովուրդների քաղաքակրթական մակարդակը, քաղաքակրթական առաքելությունը որոշվում է պետություն կառուցելու իրենց ընդունակությամբ։ Հայրենասեր են բոլորը։ Ես այդ օրերին կարծեմ վիրավորել էի Ռուբեն Հովսեփյանին մի համեմատությամբ, ես ասել էի, որ հայրենիք ունեն անգամ կապիկները, օրինակ շիմպանզեները եւ գորիլաները։ Եթե դուք իրենց միջավայրից հանեք, իրենք կարոտից կսատկեն, չեն ապրի, բայց պետություն կարող են կառուցել միայն ժողովուրդները։ Ես կուզենայի, որ հայ հեղափոխական դաշնակցությունը իր բոլոր քննադատական մոտեցումները պահելով մասնակցեր պետություն կառուցելու մեր այսօրվա շատ դժվարին, շատ վտանգավոր եւ շատ պատասխանատու գործին, որտեղ հազար ու մի խոչուխուտ կա մեր դիմաց, որոնք գուցե հաղթահարելու համար մի բան էլ դուք հուշեք։ Ինչ վերաբերում է Գեղամը այստեղ չի իր բոցաշունչ ելույթը ասաց եւ գնաց, որ մահը դաշնակների համար է, ես որպես մտավորական ձեզ իրավունք չեմ տալիս դաշնակցության անդամներին, մեր ազգի դաշնակցության ներկայացուցիչներին տանել մահվան։ Մահը դաշնակցականների համար չի։ Դուք մի մտածեք, որ մահապարտների կուսակցություն եք։ Դուք պետություն, հայրենիք կառուցող կուսակցություն եք։ Այնպես, որ մեր դաշնակցության շարքերը համալրող առանձնապես երիտասարդների հայրենասիրական խանդավառությունից, բենզինից օգտվելով իրենց մի տարեք մահվան։ Ես մի բանով եմ ուզում ավարտեմ իմ խոսքը, ուրեմն նորից անդրադառնալով պատմություն գիտությանը։ 7-րդ դարից սկսած բյուզանդական մի պատմիչ կա Պրոկոպիոս Կեսարացի, որի պատմությունը կոչվում է գաղտնի պատմություն։ Այստեղ երկար, այսպես ասած, բան չպատմեմ, թե ինչ է կոչվում գաղտնի պատմություն, բայց ելակետը այն է, որ ժողովուրդները իրենց պատմության դեպքերի եւ իրադարձությունների տակ ներքո պետք է
փնտրեն այն հոգևոր, մտավոր, ինտելեկտուալ պահվածքները, ազդակները, որոնց ազդեցությունն են արգասիքն են, արդյունքն են այդ իրողություններն ու իրադարձությունները։ Պատմությունը իրադարձությունների եւ իրողությունների հյուսվածք չէ։ Պատմությունը գիտակցության հյուսվածք է, ես երեք ասացի, հիմա էլ եմ կրկնում, այն ինչ կատարվում է պատմության մեջ որպես դեպք իրողություն, նախ եւ առաջ կատարվում է մեր գիտակցության մեջ եւ արտահայտվում է իրականության մեջ։ Ազնվություն ունենանք եւ մեր ժողովրդի վերջին 200 տարիների բոլոր ողբերգությունների մեր գիտակցական ազդակները քաջություն ունենանք որոշել, ասել, շտկել եւ առաջ գնալ, որպեսզի նախ չմեղվենք տեղում եւ երկրորդ նույն պաթոսից ելնելով նույն սխալները չանենք։ Իմիջայլոց պաթոս բառը պաթետիկա բառի հետ նույնպես պետք է խառնել։ Ես ուրիշ բան չունեմ ասելու, եթե ես հարգում եմ պետական կառույցի եզրակացությունը, ես նորից պետք է կրկնեմ, ընդունում եմ իգիտություն եզրակացության դրույթները, չեմ ընդունում, որ ես Դաշնակցության հասեին քաղաքական ոտնձգություն եմ կատարել, ես պատմական անալիզ եմ արել եւ պատմական եզրակացություն եմ հանգել, որի վրա մնում եմ։ Ես հիմա մի գիրք եմ գրում, որտեղ մոտ մի 30-40 էջ նվիրված է մեր 20-րդ դարի սկսած քաղաքական կուսակցությունների, այսպես ասած, ելակետերին։ Եթե չեմ ժամանակ ունեմ, մի բան էլ ասեմ եւ ավարտեմ։ Ես այն կարծիքին եմ, որ երեք կարծեմ ասացի, 12-րդ դարից սկսած մեր ժողովուրդը քաղաքական եւ հասարակական մտածողություն ունեցել է։ Մեր դատաստանագրքերը կարդանք մեր սահմանադրական, այսպես ասած, գաղափարները, Մադրասը հիշենք, Կոստանդնուպոլսի սահմանադրական ժողովը հիշենք։ Ես այն կարծիքին եմ, որ Դաշնակցությունը ի հայտ գալով քաղաքական, հասարակական, հասարակագիտական ուղիներ փնտրող, մեր ինքնությունը այդտեղ որոնող մեր միտքը դարձրեց պաթետիկ մի բան։ Այսինքն մենք դրանք թողեցինք մի կողմ, ոչ մի անալիզ, ոչ մի վերլուծություն, ոչ մի ադապտացիա, ոչ մի թուրք, ոչ մի ռուս, հուրա գինի լից։ Ես դրա համար անկեղծորեն որպես մտավորական Դաշնակցությանը մեղադրում եմ։ Ցանկանում եմ բոլորիս հաջողություններ մեր պետության կայացման գործում, նաև հայ հեղափոխական Դաշնակցությանը։